Պարոն Բոզոյան, ԵՄ գագաթնաժողովը իրականում ինչ կտա Հայաստանին։ Ուրեմն անցկացվեց եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ նստաշրջանը, դա առանձին կառույց է, առանձին իր որոշումներով։ Տեսեք, ուրեմն առաջի 8-րդ հանձնաժողովը դա քաղաքական, այսպես ասած, նպատակ հետապնդող է, ինքը հիմնականում ստեղծվել է որպես հակառուսական, այսպես ասած, կառույց Էմանուել Մակրոնի կողմից 2022 թվականին եւ որի մեջ ընդգրկված է նաեւ Հայաստանը, սա մենք պետք է բոլորս հասկանանք։ Այսինքն սա առանձին մի հատ խնդիր է, որը բավականին լուրջ խնդիր է Հայաստանի համար։ Երկրորդը ԵՄ Հայաստան գագաթնաժողովը դա արդեն այսպես ասած ԵՄ-ի հետ կապված ինտեգրվելու քաղաքականություն է, որը ֆորմալ տեսակետից հակառուսական նպատակ չունի, բայց Ռուսաստանը միշտ զգուշացնում է, որ եթե գյուղ հաստատի, եթե Հայաստանը որոշի գնա այդ ուղղությամբ, ապա պետք է Հայաստանից վերանայվեն բոլոր այն համաձայնագրերը, որ Հայաստանը կնքել է ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Այսինքն սա նշանակում է արդեն այն պրեֆերենցիաները, որ ունի Հայաստան էներգետիկայի ոլորտում, այլ ոլորտներում արդեն չունենա եւ դրա տեղը ինչպես պետք է Հայաստանը այսպես կոմպենսացնի, շատ դժվար է ասել, որտեղ նման տիպի կոմպենսացիայի հնարավորություն չկա։ Ընդհանրապես մի օրինակ կարող եմ բերեմ, Հայաստանի 2025 թվականի առևտրաշրջանառությունը Ռուսաստանը կազմել է 7.6 միլիարդ դոլար, իսկ ամբողջ ԵՄ-ի հետ այդ նույն տարվա ընթացքում կազմել է ընդհանրապես 2.5 միլիարդ դոլար, այսինքն 3 անգամ ավելի քիչ կան Ռուսաստանի հետ։ Պատկերացրեք, եթե Ռուսաստանը շեշտակիորեն կրճատի այդ իր առևտրաշրջանառությունը, դա նշանակի Հայաստանի տնտեսությունը ընդհանրապես կարող կանգնի, եթե դրան գումարենք գազի գինը, որ ավելանա 3 անգամ, դա կարող է ասել, որ Հայաստանում ամեն ինչ կարող կանգնի։ Սա ես ուղղակի որպես օրինակ եմ բերում, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, թե ինչ հետևանքներ կարող լինի մեր համար։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հետ համաձայնագրին, ապա դուք գիտեք, որ Ֆրանսիան փաստացի փորձում է նման տիպի համաձայնագրի կնքել արդեն Հունաստանի հետ 2021 թվականին։ Այս տարի ինքը փաստացի արդյունքում Մակրոնը բարից բուրի իմաստով հայտարարեց, որ դա ուղղված է Թուրքիայի դեմ։ Եթե դրան գումարենք այն, որ հիմա Հայաստանը դա կնքում դա, ապա կարող ենք ասել, որ սա այսպես ասած փորձ արվում երակողմ Հունաստան, Ֆրանսիա, Հայաստան երանգուն ստեղծել, որը բնականաբար անարձագանք կարող է չմնա Թուրքիայի կողմից։ Իսկ հիմա պատկերացրեք, այդ համաձայնագրի հետ կապված խիստ բացասական տրամադրված են Ռուսաստանը հասկանալի պատճառներով, Իրանը նույնպես հասկանալի պատճառներով, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ է Ֆրանսիան եւ Թուրքիան։ Հիմա տարածաշրջանում որտեղ փոքրիկ Հայաստանը շրջապատված է 3 խոշոր գերտերություններից եւ բոլորի հետ ինքը փաստացի փչացնելու է իր հարաբերությունները։ Ինչ հետևանքներ կարող ունենա Հայաստանը։ Կարծում եմ, որ դժվար չկուշակել։ Եվ նաև այստեղ տեսնում ենք, որ Մակրոնի կողմից են Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններ հնչում եւ երեք տեսանք, թե Ռուսաստանից ինչ կոշտ արձագանքներ հնչեցին Զելենսկու եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։ Դե շատ տնտեսաբանական էր, որտեղ Մակրոնը իր վրա ստանձնել է Եվրոպայի ամենահակառուսական գործիչի դերակատարումը եւ Հայաստանին ներքաշել է այս process-ի մեջ։ Հասկանալի պատճառներով Հայաստանը, եթե ներքաշվում է հակառուսական քաղաքականության տրամաբանության մեջ, տրամաբանական է, որ Հայաստանը լուրջ սանկցիաների տակ հայտնվի Ռուսաստանի կողմից, դրան գումարած նաև դրանից կարող են ոգևորվել Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հուսամ, որ մինչեւ հունիսի 7-ը լուրջ քայլեր չլինի Ռուսաստանի կողմից, որովհետեւ հունիսի 7-ին պետք է վճռվի, թե Հայաստանը ինչ ճանապարհով է գնալու։ Եթե հայ ժողովուրդը ընտրեց իր համար ինքնակորձման ճանապարհը, ապա ես կարծում եմ, որ դրանից հետո այլևս ոչ մեկից պետք չի մեղանալ, թե հետագայում թե ինչի արդեն հասկանալի թե Հայաստանի ողբերգական ճակատագրերը լինի Արևմտյան Հայաստանում, թե Արցախում ինչով է պայմանավորված։ Սա է խնդիրը։